Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի այս տարվա արդեն երկրորդ թողարկումն է։ Ես Լևոն Սարդարյանն եմ խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Նախ շնորհավոր ամանոր եւ արդեն գալիք Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր Բոլոր նաեւ նրանց եմ ուղում, ովքեր երեք օրինակ չեն կարողացել օբյեկտիվ պատճառներով հետևել մեր թողարկումներին կամ թողարկմանը։ Հիմա անցնենք այս անգամ միանգամից լուրջ հարցերի։ Տեսեք, շատ է խոսվում Եվրամիության երկրների մուտքի վիզաների Հայաստանի համար ազատականացման այդ գործընթացի մասին, բայց այսպես երբ խոսվում է այդ մասին, հասարակ քաղաքացու համար այդ ամենը չինարեն, որովհետև խոսվում է խրթին բառամթերքով, բավական իրավական նորմատիվներ, ակտեր եւ այլն, ու մարդիկ չեն հասկանում ինչի մասին է խոսքը ընդհանրապես։ Հիմա կարող եք բացատրել ինձ, ինչպես երեխային կբացատրեին, ինչի մասին է խոսքը, այսինքն Եվրամիության երկրների հետ Հայաստանի վիզային այդ վիզաների ազատականացումը ինքը ինչ է ենթադրում։ Շատ լավ, փորձեմ պարզաբանել։ Վիզաների ազատականացում Եվրամիության հետ նշանակում է մեկ տեսակի վիզայի պահանջի վերացում։ Մեր քաղաքացիները հիմնականում, երբ որ այցելում են Եվրամիության տարածք կամ Շենգեն գոտի, նշենք Շենգեն գոտի, որտեղ Շենգեն գոտին տարբեր է, քան Եվրամիության տարածքը, բայց խոսում ենք Շենգենյան համաձայնագրի երկրների մասին, երբ որ այցելում են Շենգեն գոտի, հիմնականում օգտվում են մեկ տեսակի վիզայից, այսինքն մեկ տեսակի մուտքի թույլտվությունից, դա կարճաժամկետ այցելության մուտքի թույլտվությունն է։ Կարող եմ վկայել։ Այո, եւ դա մաքսիմում կարող է տրվել 1-ից 5 տարի ժամկետով, հիմնականում տրվում է 180 օրվա ընթացքում 90 օր, ուրեմն գտնվելու հնարավորությամբ, կարող են լինել նաեւ այլ ժամկետներ, բայց սա ստանդարտն է, C տեսակի վիզաներն են։ Խոսվում է այս պահանջի վերացման մասին։ Սա է պարզ լեզվով, եթե փորձենք նկարագրել, այսինքն եթե պահանջը վերացավ, կարճաժամկետ Հայաստանի քաղաքացին ցանկանում է այցելել Շենգենյան գոտի, նա կարող է պարզապես վերցնել իր անձնագիրը, գնել ավիատոմս, նստել եւ նստել օդանավ եւ իջնել Եվրամիության տարածքում կարճաժամկետ գտնվել Եվրամիության Շենգենյան գոտու տարածքում յուրաքանչյուր տարվա 180 օրվա մեջ 90 օր։ Առանց այդ վիզայի։ Այո։ Հիմա ինչ է դրա համար անհրաժեշտ, որովհետև ես գիտեմ, որ Եվրամիությունը բավական խիստ պայմաններ է առաջարկում եւ ընդ որում ես իրենց դրա համար չեմ մեղադրում, որովհետև իրենց տառապանքն էլ փորձ ունի որոշակի։ Նայեք, process-ը, եթե փորձենք նկարագրել վիզաների ազատականացման երկխոսության, ինքը ունի եւ քաղաքական բաղադրիչ, եւ տեխնիկական բաղադրիչ, այսինքն չենք կարող խոսել միայն մեկ բաղադրիչի մասին։ Դուք սկզբից ասեցիք, խոսում ենք խրթին իրավանորմերի մասին, այո, խոսում ենք, որովհետեւ չենք կարող չխոսել, դրանք կարեւոր են։ Խոսում ենք միգրացիայի կառավարման մասին, փաստաթղթերի անվտանգության մասին, 1000 տեսակ բաների մասին ենք խոսում։ Սակայն ունի նաեւ քաղաքական բաղադրիչ։ Սկսեմ քաղաքականից։ Նշանակում է, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունները պետք է համաձայն լինեն, որ Հայաստանի քաղաքացիների համար այդ նշածս պահանջը վերացվի։ Որոշումը կայացնում է Եվրոպական միության խորհուրդը, Եվրոպական միության խորհուրդը բաղկացած է 27 անդամ պետություններից։ Եթե նայենք շատ ֆորմալ տեսանկյունից, այդ տեսակ որոշումը վիզայի պահանջի վերացման կարող է կայացվել որակյալ մեծամասնությամբ, այսինքն 2/3-ով։ Սակայն երբ որ նայում ենք այլ երկրների փորձառությանը, 8 երկիր է անցել այդ ճանապարհը, Արևելյան գործընկերության 3 երկրներ՝ Վրաստան, Ուկրաինան, Մոլդովան եւ Արևմտյան Բալկանների 5 պետությունները, այս պետություններից բոլորի մասով էլ պահանջվել է միաձայնություն։ Այսինքն ֆորմալ ընթացակարգ է, բայց իրավական ավանդույթը այլ է, որովհետև սա այնքան նուրբ հարց է Եվրամիության համար, ինչպես նշեցիք, միգրացիոն ցանկացած խնդիրը ունի բարձր քաղաքական զգայունություն Եվրոպական միության համար, ըստ այդմ որոշումները կայացվում են հիմնականում միաձայնությամբ։
եւ եվրոպական հանձնաժողովը պետք է դիմի Եվրոպական միության խորհրդին եւ ասի, որ Հայաստանը բավարարել է գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր պահանջներին, հիմա կարող են կայացնել այդ որոշումը եւ այս պահանջը վերացնել։ Սա քաղաքական բաղադրիչն է, այսինքն քաղաքական, քանի տեխնիկականին չեն կանցել։ Տեսեք, առնվազն երկու երկիր կա, ես ենթադրում եմ, որոնք ասելու են ոչ, կամ ինչ-որ պահանջներ են դնելու, մեկը որ հաստատ է, Հունգարիայի մասին է խոսքը, եւ Հունգարիան այսպես, քանի որ ոչ միայն այս թեմայով եւս էլի թեմաներ են եղել, խնդիրներ են եղել Եվրամիության հետ կապված, որ ասել է, չէ, համարժեք նույնատիպ որոշում պետք է կայացվի օրինակ Ադրբեջանի գծով։ Մենք նմանատիպ սիգնալներ չունենք։ Դուք կարող եք որոշակի դատողություններ եւ եզրակացություններ անել, բայց այդ մասով ես նման դատողություն եւ եզրակացություն չէի անի։ Անցած տարվա ընթացքում նաեւ անձամբ այցելել եմ Հունգարիա, հանդիպել եմ իմ գործընկերոջը, Հունգարիայի ներքին գործերի նախարարի տեղակալին, երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր եւ բանակցությունների ընթացքում եւս արձանագրել ենք, որ Հունգարիան, որը թերևս այսպես սկեպտիկ դիրքորոշում ունի ընդհանուր առմամբ միգրացիոն հարցերի շուրջ, չնայած այդպիսի երկրներից Հունգարիան բացառություն չի, Եվրամիությունում հիմա այդ տեսակ երկրները ավելի շատ են, սակայն առնվազն վիզաների ազատականացման մասով Հունգարիայից եւս ստացել են դրական ազդակներ։ Իսկ ինչ վերաբերում է պահանջներին, այսինքն որոշակի տեխնիկական եւ, չգիտեմ, պոլիսիների իրավական տեսանկյունից այս տեսակ պահանջներին, դրանք բոլորը զետեղվել են գործողությունների ծրագրում, վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում, որը 25 թվականի նոյեմբերին ուրեմն փոխանցվել է Հայաստանին եւ մենք հիմա գտնվում ենք այդ գործողությունների ծրագրի իմպլեմենտացման, իրականացման փուլում։ Ես որքան հասկանում եմ, պահանջներից մեկը նաև կենսաչափական անձնարերի ներդրումն է, ճիշտ է։ Այո, գործողությունների ծրագիրը բաղկացած է 4 բլոկից, դրանք են ուրեմն փաստաթղթերի անվտանգությունը, տվյալների պաշտպանությունը, սա մեկ բլոկ է, երկրորդը միգրացիայի կառավարում, սահմանների կառավարում, ապաստանի համակարգեր, երրորդ բլոկը առնչվում է հանրային անվտանգությանը, հանցավորության դեմ պայքարին, այդտեղ մասնավորեցումներ կան, կազմակերպված հանցավորության դեմ պայքար, տրաֆիկինգ, փողերի լվացում եւ այսպես շարունակ, եւ 4-րդ բլոկը առնչվում է մարդու իրավունքներին, հակախտրականությանը, այս տեսակ թեմաներին։ Յուրաքանչյուր բլոկը իր հերթին բաժանված է երկու խումբ հենանիշների, առաջինը օրենսդրական եւ ռազմավարական քաղաքականությունների մասով, այսինքն այս հարցի շուրջ արդյոք պետությունը ունի բավարար համապատասխան օրենսդրություն, ունի ռազմավարական մոտեցումներ արդյոք, եւ երկրորդ խումբ հենանիշները ինչպիսին է պրակտիկան, այդ օրենսդրությունը եւ այդ ռազմավարությունները ռեալ կյանքում ինչպես են կիրառվում, արդյոք կա բավարար պետական ուրեմն ապարատ, աշխատակազմ, վերապատրաստված մասնագետներ, ֆինանսական ռեսուրսներ, նյութական ռեսուրսներ, որպեսզի այդ օրենսդրությունը եւ ռազմավարությունները պրակտիկ կյանքում կիրառվեն։ Ձեր նշածը բիոմետրիկ համակարգը դա առաջին խումբ, առաջին բլոկի հարցերի մեջ է եւ մենք այո 26 թվականի երկրորդ կեսին արդեն կունենանք գործուն բիոմետրիկ համակարգ, թե անձնագրերի մասով, թե նույնականացման քարտերի մասով, սրա համար անցել ենք բավականին մեծ ճանապարհ։ Պետություն մասնավոր գործընկերության բավականին բարդ մրցույթի միջով ենք անցել, որի արդյունքում ուրեմն հաղթել է ֆրանսիական In-Group կազմակերպությունը, ընկերությունը, որը այս ոլորտի աշխարհի առաջատարներից է, Հայաստանում ներկայացված է արդեն Hi-Pass ընկերության տեսքով եւ ուրեմն նրանց հետ գործընկերությամբ, գործակցությամբ մենք կապահովենք բիոմետրիկ համակարգի ներդրումը։ Շատ հաճախ մեր հասարակությունը պատկերացնում է, որ դա զուտ ինչ-որ թղթի տպագրություն է կամ ID պարագայում պլաստիկի տպագրություն է, բայց դա բացարձակ այդպես չի։ Դրա տակ գործում է մի ահռելի բիոմետրիկ տվյալների ենթակառուցվածք, բարդ սխեմաներով, տվյալների պաշտպանության բարդ համակարգերով։ Հիմա մենք այն ինչ ունենք ներկայումս եւ այն ինչ ունենք առաջ, այդքան էլ մեղմ ասած լավ չի, երբ որ անձի նույնականացումը շատ հաճախ թողնվում է ուրեմն պետական պաշտոնյայի հայցողության վրա, ինչպես է անձը նույնացվում, նկարին նայում ենք անձին, նման է նույնացրեցինք։ Ժամանակակից գիտության պայմաններում նման կերպով նույնականացում
իրականացնելը մեղմ փորձ եմ արտահայտվել, այդքան էլ լավ չէ։ Այսինքն մատնահետ արդեն Իհարկե, ժամանակին, եթե մի փոքր փորձենք պատմափիլիսոփայական անդրադարձ կատարենք, ժամանակին անձանց մասին տվյալները պահպանում էր եկեղեցին, պահպանում էին հոգևորականները, գիտեք, ծխական մատյանների մասին, հետո սովետական տարիներին այդ գործը վստահվեց որոշ մակարդակի չինովնիկների եւ պետության վախից շատ հաճախ մարդիկ ճիշտ էին նույնացնում։ Հետո մենք թողեցինք դա ուղղակի մեր սովորական աշխատողի աչքի վրա, այսպես ասած։ Հիմա կան գիտական մեթոդներ, մատնահետքը, աչքը, դեմքը, հենց դեմքի բիոմետրիկ լուսանկարը, որով անձը նույնացվում է եւ այս դեպքերում մենք արդեն կարողանում ենք բացառել եւ էֆեկտիվորեն պայքարել փաստաթղթերի կեղծիքի դեմ, ինքնության գողության դեմ, սա նոր երևույթ է աշխարհում, այսինքն եթե առաջ պարզապես կեղծում էին փաստաթղթերը, հիմա ինքնության գողության դեպքեր են արձանագրվում եւ բիոմետրիկ համակարգը մեզ օգնելու է ինչպես որակյալ ծառայություն մատուցել մեր քաղաքացիներին դյուրացնելով նրանց ճամփորդությունը տարբեր երկրներ, այնպես էլ ուրեմն բացառել այս հանցավոր երևույթները։ Մի հավելում էլ անեմ, որը կապված է ձեր առաջին հարցի հետ, բոլոր այն երկրները, որոնք ուրեմն վիզաների ազատականացման ճանապարհով անցան Եվրոպական միության հետ, այդ երկրների պարագայում ազատ վիզային մուտքը թույլատրվում էր միայն բիոմետրիկ անձնագիր կրողների համար։ Այսինքն մենք ունենք իրավիճակ, երբ որ Մոլդովան օրինակ, երբ որ ազատականացվեց վիզայի պահանջը, ամբողջ բնակչությունը չէր, որ ուներ բիոմետրիկ անձնագրեր, եւ այնտեղ ուրեմն այդ վիզայի կոդում փոփոխություն անելիս հատուկ նշում կատարվեց եւ նշվեց, որ այս ուրեմն դյուրացումը տարածվում է միայն բիոմետրիկ անձնագիր կրողների վրա։ Կաստա ձևավորվեց էլ։ Դե հետո այդ կաստան մաքրվեց ըստ էության, որովհետեւ բոլորը արդեն ձեռք բերեցին բիոմետրիկ անձնագրեր։ Չեմ կարող այդ հարց չտալ, տեսեք, այսպես ժողովրդական խոսք կա, ասում է կաթից վառվածը ջուրն էլ է փչելով խմում։ Հիմա տեսեք, մենք եւ բիոմետրիկ անձնագրերի անցնելու փորձ ունենք վատ բավական։ Եվ ունենք ID նույնականացման քարտերի հետ կապված էլի ոչ այնքան հաջողված փորձ, դա հատկապես ի հայտ եկավ անցած տարի արդեն երբ պահանջ մտավ հայտարարել եկամուտները, հա, ու բավական մեծ մաս հասարակության կանգնեց այդ խնդրի առաջ, որովհետև ID քարտեր չկային, ID քարտի եթե կարել չիպով քարտեր չկային, հա, օրինակ ես ինքս 2018 թվականից ունեմ չիպով այնպես որ մինչև 28 թվական առնվազն անհանգստանալու խնդիր չունեմ, բայց անհանգստանում եմ հիմիկվանից։ Հիմա դուք ասում եք, որ ֆրանսիացիները եկել են, ֆրանսիացիները առաջատար են եւ այլն, ինչ երաշխիքներ կան, որ այս անգամ եւս չի տապալվելու։ Երկու դիտարկում եթե թույլ տաք էլի։ Ես չէի ուզում, որ իմ խոսքից որևէ տպավորություն ստեղծվի, որ ֆրանսիացիները եկել են հեսա մեզ կփրկեն ու դրանից հետո մենք ունենանք մի երաշխալի բիոմետրիկ համակարգ, եթե մենք ինքներս մեր կարողությունները չձևավորենք, ով էլ ուզում է գա, վաղը մյուս օրը մենք չենք կարողանալու սպասարկել այդ համակարգը, եթե լավագույն գործիքն էլ տան, հետո մենք չունենանք կարողությունը այդ գործիքը աշխատացնելու եւ սպասարկելու, հետագայում այդ ամեն ինչը կտապալվի։ Դրա համար մենք չգնացինք ավանդական ճանապարհով։ Դրա համար չգնացինք պարզապես ձեռք բերելու, գործիքը ձեռք բերելու ճանապարհով։ Ես շեշտեցի, որ մենք արեցինք պետություն մասնավոր գործընկերության մրցույթ։ Ինչու՞մն է հարցը։ Մասնավոր գործընկերը ներդնում է այդ ենթակառուցվածքը պետական գործընկերոջ հետ զուգահեռ մենք միասին ենք աշխատում այս համակարգերը ներդնելու ուղղությամբ եւ սպասարկումը քիչ-քիչ փոխանցվում է նաեւ պետական գործընկերոջը, որպեսզի պետական գործընկերոջ մոտ ձևավորվեն այդ կարողությունները հետագայում եւս սպասարկելու այդ ենթակառուցվածքը։ Եվ միայն սպասարկելու մասին չի, մենք խոսում ենք մի տեխնոլոգիայի մասին, որը շատ արագ արդիականացվում է։ Այնինչ բիոմետրիկ համակարգում արկա էր 5 տարի առաջ, հիմա արդեն կարող ենք ասել ժամանակավրեպ է։ Հիմա նորից պետք է արդիականացվի եւ ապագային միտված ենթակառուցվածք ենք դրա համար մենք ձևավորում ֆրանսիական գործընկերների հետ միասին։ Սա առաջի դիտարկումը։ Երկրորդը, նայեք,
փորձեմ բացատրել պատճառները, հա։ Երբ որ մենք ասում ենք, որ նախկինում մենք ներդրել ենք բիոմետրիկ համակարգը միայն անունով ըստ էության, ինչու, որովհետև տակի ենթակառուցվածքը մեծ հաշվով չի գործել որպես բիոմետրիկ ենթակառուցվածք, այսինքն ստացել ենք որակով ավելի լավ փաստաթուղթ, բայց այդ փաստաթղթի միջի տվյալների փոխգործելիությունը այլ տվյալների շտեմարանների հետ, օրինակ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի հետ, դրա պրակտիկ կիրառելիությունը օրինակ օդանավակայանում կամ սահման հատելիս ըստ էության չի փոխվել։ Նույն ձևով է աշխատել, նույն ձևով է աշխատել, ձեր ձևակերպումն է, բայց առնվազն փաստաթղթի որակն է մի փոքր բարելավվել։ Հետո ինչ տեղի ունեցավ, երբ որ գալիս ենք այն նախորդ ասացին, երբ որ չենք արդիականացնում, երբ որ բավարար ներդրումներ չենք անում, դառնում է ժամանակավրեպ, այսինքն ինչ որ ժամանակից սկսած, այդ էլեկտրոնային կրիչները, ժողովրդական լեզվով ասած այդ չիպերը, այլևս չէին արտադրվում ընդհանրապես աշխարհում։ Որ ասում եք սկսեցինք տալ առանց չիպերի նույնականացման քարտեր, որովհետև այդ չիպերը այլևս աշխարհում չէին արտադրվում ընդհանրապես։ Մի այլ լուծում գտանք, որպեսզի մեր էլեկտրոնային ենթակառուցվածքները չպարալիզացվեն, դա mobile ID-ն է, երբ որ առանց չիպով ID նույնականացման ճանապարհով փոխկապակցում ենք ուրեմն մոբայլ օպերատորի հետ եւ անձը կարողանում է էլեկտրոնային միջավայրում նույնականանալ, որովհետեւ այդ ID-ի հիմնական նպատակը թվային ինքնություն գեներացնելն է ըստ էության, թվային միջավայրում վկայել, որ Պողոս Պետրոսյանն է, հա, հիմա ինչու եմ առավել վստահ եւ առավել հանգիստ այս մասով, չնայած երբեք չի կարելի կատարել հանգիստ լինել, միշտ պետք է աշխատենք, որովհետեւ մենք գործ ունենք ժամանակակից լավագույն տեխնոլոգիաների հետ, հիմա գործ ունենք արդեն ժամանակակից լավագույն տեխնոլոգիաների հետ, եւ երբ որ մենք ունենանք նոր որակի փաստաթղթերը, ուրեմն անցած տարի աշնանը ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելեց հենց այն գործարանը, որտեղ ուրեմն մասշտաբայնորեն արտադրվելու են մեր նույնականացման քարտերը, հաստատվեց դիզայնը եւ մենք որակական փորձարկում իրականացրեցինք եւ տեսանք թե ինչ որակի փաստաթուղթ ենք մենք ունենալու։ Մենք ունենալու ենք բավականին բարձր որակի փաստաթուղթ համաշխարհային ստանդարտներին համապատասխանող եւ ունենալու ենք նաեւ դրան համարժեք թվային ենթակառուցվածք։ Սա նաև նպաստելու է ընդհանուր առմամբ մեր թվայնացման օրակարգերին, որտեղ բազում թվային ծառայություններ, որ պետությունը կամ հանրային ծառայություններ, որ պետությունը առաջարկում է թվային տիրույթում, նրանց հասանելիությունը դյուրանալու է, ուրեմն էլեկտրոնային միջավայրում նույնականացման ավելի հեշտ ճանապարհ ունենալու միջոցով։ Երբ խոսում ենք, չեմ կարող շրջանցել այս թեման, երբ խոսում ենք ենթակառուցվածքների մասին, հայտ այդ ամեն ինչ որ պիտի սպասարկի, այսպես առանձին հոդվածով գնում են անձնագրային բաժինները, որոնցից դժգոհությունները ահռելի են, սարսափելի շատ են, անցած տարի, ամեն տարի են, որում է տուրիստական սեզոնը, որ գալիս է, սոցիալական ցանցերը հեղեղվում են բողոքներով, որ անտանելի հերթեր են, որ սպասարկումը շատ վատն է եւ այլն, հիմա մի մասը կարող է ներվայնացած գրում է սուբյեկտիվ է եւ այլն, բայց որ խնդիր կա, դա միանշանակ է։ Հիմա երբ մենք անցնում ենք արդեն նոր համակարգի, ձեր ասած կենսաչափականի, ծանրաբեռնվածությունը անգամներով ավելանալու է, այսինքն այնպես չի որ սեզոնային է լինելու։ Հիմա այդ խնդիրը ինչպես է կարգավորվելու։ Մի փոքր ուղղում անեմ, հազես եթե թույլ կտաք։ 2025 թվականի ամառային սեզոնը վերջին տասնամյակի ընթացքում միակն էր, երբ որ անձնագրի համար մենք հերթեր չենք ունեցել։ Շեշտում եմ անձնագրի համար։ Նույնականացման քարտի հետ կապված այո կար խնդիր, որովհետև ունեինք ուրեմն հայտարարման համակարգը, ինչպես նշեցիք, որի պատճառով ուրեմն նույնականացման քարտերի պահանջարկը շատ բարձրացավ։ Բայց նույն պահանջարկի պայմաններում առաջին պիկային սեզոններ, երբ որ մենք չենք ունեցել հերթեր։ Հուսամ կհարցնեք ինչու։ Շնորհակալություն։ Որովհետև մենք գնացինք միջանկյալ լուծումների, մինչև մենք ունենանք այս նոր ամբողջական բիոմետրիկ համակարգը, որոնք են այդ միջանկյալ լուծումները։ Օրինակ, հիմա արդեն շատերը չեն հիշում այն, ինչ որ ժողովրդի մեջ կոչվում էր կլոր պեչատ։ Հա։ Մենք դրա պահանջը հանեցինք
2023 թե 24 թվականին հիմալ արդեն լավ չեմ հիշում 24 թվականին այդ պահանջը հանեցինք դա մոտապես 600,000 գործարք անձնագրային համակարգերից բեռնաթափեց ինչի որովհետև երբ որ մենք ունենք սահմանային կառավարման էլեկտրոնային համակարգ այլևս ոչ արդիական է ունենալ անձնագրի մեջ այդ կլոր կնիքը, որը մարդկանց անիմաստ տանում էր անձնագրային ուրեմն բաժիններ։ Երկրորդը, մենք ներդրեցինք հիբրիդ հերթագրման համակարգ, այսինքն անձիկ սպասարկվում էին թե on-line հերթագրման միջոցով, թե սպասարկում էին ուրեմն տեղում հերթ վերցնելու միջոցով, կենթանի հերթով սպասարկվելով։ Երրորդը մենք ունենք նմանատիպ դեռևս խորհրդային միությունից մնացած մի կարգավորում, որ երեխայի համար առաջին անձնագիր ձեռք բերելու համար պետք է այցելել այն տարածքային ստորաբաժանում, որտեղ որ հաշվառված է երեխան։ Մենք այդ պահանջը եւս վերացրեցինք, կարողացանք էլեկտրոնային լուծման միջոցով, ուրեմն ապահովել նորմալ հաշվառումը։ Միակ ըստ տարածքի այցելության ծառայությունը, որ դեռևս մնացել է, դա հաշվառման գործառույթն է։ Հիմա անցած տարի ընդունեցինք նաև բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքը եւ այս ուրեմն տարվա ավարտին 27 թվականի սկզբից արդեն կգործի բնակչության պետական նոր ռեգիստրը նոր պայմաններով դա այդ process-ը եւս կթվայնացվի։ Մենք գործ ունենք մի ենթակառուցվածքի հետ, որը մնացել է վաղ 90-ականներից, եթե չասենք 80-ականների վերջից։ Ֆիզիկական ենթակառուցվածքի մասին է խոսքը, շենքեր, տարածքներ եւ այլն։ Հիմա մենք արդիականացնելու ենք եւ այդ սերվիսի կտորը, ծառայության մատուցման կտորը ըստ էության անձնագրի եւ նույնականացման քարտի մասով արտապատվիրակվելու է մասնավոր գործընկերոջը, ֆրանսիական գործընկերոջը, որի մասին մենք խոսեցինք։ Այսինքն մենք նրանց հետ աշխատում ենք 6 տարբեր ուղղություններով եւ այդ ուղղություններից մեկը նաեւ այսպես ասած աշխարհագրական ցանցի ձևավորումն է։ Ամբողջ հանրապետության տարածքում նրանք եւս կունենան սերվիս կենտրոններ, որտեղ կմատուցեն ծառայությունները։ Միայն եթե առաջանա վարչարարական խնդիր, նոր անձը կայցելի մեր տարածքային ստորաբաժանումներ, բայց միաժամանակ մենք արդիականացնում ենք նաեւ մեր տարածքային ստորաբաժանումները, որպեսզի նրանց ստանդարտը չզիջի այն ստանդարտին, որը ուրեմն ֆրանսիական գործընկերները կներդնեն։ Եվ դերևս մի վերջին հանգամանք էլ շեշտադրեմ։ Դա ընդհանուր մեր բնակչության կենտրոնացումն է։ Նմանատիպ հերթեր մարզերում չկան։ Հիմնականում հեռավոր մարզերի մասին է խոսքը, այսինքն Երևանի շուրջ մարզերում որոշակի հերթեր կան, չնայած ինչքան Երևանից հեռանում ես այդ հերթագրման իրավիճակը մեղմվում է, եւ նույնիսկ մեր երկրորդ, երրորդ քաղաքներում Գյումրիում, Վանաձորում նման իրավիճակ չկա։ Սա պահանջարկի կենտրոնացումն է մի կետում։ Սա զուտ պատճառն եմ ասում, ոչ փորձում եմ արդարանալ, այլ ասում եմ, թե ինչ պատճառով է դա առաջանում։ Դա բնակչության կենտրոնացման պատճառով է առաջանում եւ եթե ուշադրություն դարձնեք նաեւ մենք երկրորդ հանգամանքը եւս ունենք, թե ինչու է անձնագրերի հանդեպ պահանջարկի նման կտրուկ աճ։ Դա ավիացիոն շուկայում տեղի ունեցող փոփոխություններն են։ Նկատած կլինեք, որ ուրեմն բյուջետային ավիաընկերությունների, ուրեմն low cost-երների մուտքով հայկական ավիա շուկա 3 ենթակառուցվածք իր վրա կրում է այս ծանրաբեռնվածությունը։ Մեկը անձնագրայինն էր, որը մեղմվել է արդեն մեր միջանկյալ լուծումների արդյունքում։ Երկրորդը դա Եվրամիության երկրների դեսպանություններում վիզաների պահանջարկն է, որը ըստ էության ֆունդամենտալ կերպով կլուծվի այն ժամանակ, երբ որ մենք ունենանք վիզաների ազատականացում, եւ երրորդը օդանավակայանը։ Օդանավակայանում եւս առաջանում են հերթեր, այնտեղ եւս արդիականացման ծրագիր կա։ Սա նաեւ ցույց է տալիս մեր հասարակության մոբիլության ավելացումը։ Քանի որ իմիջիալս խոսք գնաց հաշվառման գործընթացի մասին, ես ենթադրում եմ, որ դուք ուսումնասիրել եք այդ հրապարակումները, բողոքները, չգիտեմ, միգուցե նաեւ չգիտեմ միգուցե սուտ էին ասում, ասենք վաղ շաբաթ խոշորացված համայնքում ընտրություններից առաջ, այսպես աղմուկ բարձրացավ, որ սեփականատերերը հայտնաբերել են, որ իրենց տների վրա ինչ-որ մարդիկ են գրանցված, տասնյակով, 20-յակով եւ այլն, դա ինչ պատմություն էր։ Դա ուրեմն հիմնականում առաջանում է ընտրությունից ընտրություն, երբ որ մարդիկ հիշում են, որ պետք է նայեն թե իրենց հասցեով ով է հաշվառված։
իրականում նման այդտեղ որևէ ինտրիգ չկա ընդհանրապես, որովհետև ինչ է տեղի ունենում, գույքը վաճառում են եւ հաշվառումից դուրս չեն գալիս։ Շատ հաճախ այդպես է տեղում, անձը ձեռք է բերում նոր գույք եւ ուրեմն չի հաշվառվում իր նոր գույքում, այլ պահպանում է նախորդ գույքը։ Նոր ձեռք բերողը ուշադրություն չի դարձնում այն հանգամանքի վրա, որովհետեւ ըստ էության, երբ որ մենք խորհրդային միությունից անցում կատարեցինք, այս հաշվառման համակարգում մենք մի դետալ փոխեցինք։ Հաշվառման համակարգը տարանջատեցինք գույքային իրավունքներից։ Հաշվառված լինելու հանգամանքը գույքային իրավունքներ չի առաջացնում։ Պահանջներ գույքային չի առաջացնում եւ այդտեղ ըստ էության ինքը դառնում է ծանուցման համակարգի պես մի բան, տեղն եմ հայտնում, որտեղ ինձ կարող են ծանուցել։ Դրա համար սեփականատերերը հաճախ ուշադրություն չեն դարձնում եւ հետագայում, երբ որ օրինակ որևէ ընտրության ժամանակ կազմում են ընտրացուցակները, նո հիմնականում դա թիմ ընտրությունների մասով է առաջանում, թիմ ընտրությունների մասով, երբ որ ձևավորում են ընտրացուցակները, անձինք նայում են, ասում են իմ հասցեում հաշվառված կա 20 հոգի, որովհետև նոր ձեռքբերված գույք է շատ հաճախ եւ ուրեմն մարդիկ դեռ դուրս չեն եկել հաշվառումից։ Երկրորդ հանգամանքը Իդեպ սեփականատերը այդ դեպքում կարող է պահանջել հաշվառումից։ Այո։ Այս հարցը մենք մեծ հաշվով լուծում ենք, ուրեմն բնակչության պետական ռեգիստրի ռեֆորմի ճանապարհով եւ երկրորդ հանգամանքը կցանկանայի շեշտադրել, շատ հաճախ դա փորձում են փոխկապակցել, որ դա ընտրությունների նպատակով է եւ այլն, սակայն թիմ ընտրություններին Հայաստանի քաղաքացին ընտրելու իրավունք է ձեռք բերում այն ժամանակ, երբ որ տվյալ հասցեում հաշվառված է 6 ամիս եւ ավել։ Օտարերկրյա քաղաքացին ձեռք է բերում այն ժամանակ, երբ որ տվյալ հասցեում հաշվառված է 1 տարի եւ ավել։ Ու հիմա մեր ընտրական օրենսգիրքը այնպես է կառուցված, որ թիմ ընտրություններում այո թույլ է տալիս նաեւ տվյալ համայնքում հաշվառված ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 1 տարի եւ ավել հաշվառում ունենալուց հետո ընտրել։ Այսինքն այստեղ եւս այդ ինտրիգի խնդիրը մեծ հաշվով չկա, որովհետեւ այս ժամանակային լագը ծածկում է այդ մտահոգությունը։ Եվս մի ցավոտ խնդրի անդրադառնամ Արցախից մեր բռնի տեղահանված հայրենակիցների շրջանում, այսպես կամ երբեմն արհեստական, երբեմն միգուցե նաև օբյեկտիվորեն դժգոհության ալիք է բարձրանում կապված Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու բարդությունների հետ։ Այսինքն խնդիրներ են առաջանում, չգիտեմ, պաշտպանության նախարարությունն է մի կողմից, երևի խնդիրները տղամարդկանց համար առաջանում այդ դեպքում, բայց փաստն այն է, որ արցախցիները ոչ բոլորն են, որ դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եւ ես ենթադրում եմ, որ դուք ունեք ամենայն դեպս կոնը ուսումնասիրել եք կամ փորձել եք հասկանալ, թե ինչու։ Անշուշտ, ուրեմն նայեք, մենք ունենք երկու շերտի խնդիրներ այստեղ, մի շերտի խնդիրները դրանք վարչարարական են, որոնց մասին հեսա խոսենք, եւ երկրորդ շերտի խնդիրները արդեն ընկալումների եւ ես ինձ թույլ կտամ ասել միֆերի մասին են։ Անդրադառնամ վարչարարականի հետ կապված հարցերին, ներկայումս մենք ունենք 30,000-ից ավել Ղարաբաղից տեղահանված անձ, ովքեր դիմել են, ու 8,000-ից ավել անչափահաս է, անչափահասների պարագայում ընդհանրապես առանձին քաղաքացիության դիմում չի ընդունվում, անձնագրի փոփոխությամբ մեր օրենսդրությունը թույլ է տալիս նման հնարավորություն, անձնագրի փոփոխությամբ ուրեմն երեխան ճանաչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ինչ վերաբերվում է ուրեմն որոնք են այդ պատճառները, որ խնդիրներ են առաջանում։ Նայեք, մենք ներկայումս քաղաքացիության մասով ունենք կրկին պահանջարկի աննկարագրելի աճ, որը ժամանակին չենք ունեցել։ Դա սկսվել էր դեռևս 2022 թվականին ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով մեծ թվով հիմնականում Ռուսաստանի Դաշնության մեր հայրենակիցներ դիմում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար, մենք այդ տարի տեսանք 20,000-ից ավելի դիմումներ, որը մեր համար պիկային էր, չէինք ունեցել։ Եվ դրանից առաջ ասենք եղել է 10,000, 7,000, 8,000 այս տեսակ թվեր են եղել, բայց 20,000-ից ավել չենք ունեցել։ Եվ ուրեմն բնականաբար արդեն տեղահանությունից հետո ունենք նաև Ղարաբաղից տեղահանված անձանց դիմումներ, այս ամեն ինչը գումարվում է, այն միտումը դեռևս պահպանվում է
ինչի մեջ բերեցի այդ 20000-ի միտումը դեռևս պահպանում է, այսինքն համակարգը մենք վերաադապտացրեցինք այս միջավայրին, կարողություններ ավելացրեցինք, շատ չեմ կարող ասել, մեր հնարավորությունների սահմաններում կարողություններ ավելացրեցինք, որ այս քանակությամբ դիմումները կարողանան կլանել։ Վարչարական ինչ խնդիրներ են առաջանում։ Նայեք, տեղանության պարագայում շատ բնական է, որ ունենք իրավիճակներ, որ ինչ-որ փաստաթուղթ չի պահպանվել, ինչ-որ փաստաթուղթ ճանապարհին կորցվել է, ինչ-որ փաստաթուղթ ուղղակի չեն գտել եւ այսպես շարունակ, բայց շատ կարեւոր հանգամանք է մեկ անգամ այս փաստաթղթերի ճշգրտման հանգամանքը, որտեղ մենք հետագայի այլ խնդիրներից ենք խուսափելու։ Հիմա մենք կարճաժամկետ կարող ենք ասել, նայեք, խնդիրներ են առաջանում եւ այլն, բայց եթե օրինակ ծննդյան վկայականը չվերականգնվի, եթե ամուսնության վկայականները չվերականգնվեն եւ այսպես շարունակ մի շարք փաստաթղթեր, հետո առաջանալու է ժառանգության խնդիր, գույքի փոխանցման խնդիր եւ այսպես այս տեսակ հարցեր, որ նորից ի հայտ են գալու այս խնդիրը, այսինքն մեկ անգամ այս փաստաթղթային ճշգրտումը իրականացնելով մենք հետագայի խնդիրներից ենք խուսափում։ Հնարավորինս պարզեցրել ենք վարույթը իրականացնում ենք, մեր ստանդարտ վարույթը քաղաքացիությամբ տևում է 90 աշխատանքային օր, որը մոտավորապես 4 ամիս է։ Հնարավորինս իրականացնում ենք 2 ամսվա շրջանակներում տեղահանված անձանց մասով։ Ներդրել ենք էլեկտրոնային համակարգ, 26 թվականի հունվարի 1-ից արդեն գործում է էլեկտրոնային համակարգ, որ մարդը 10 անգամ չգա ծառայություն, տեսնի այստեղ մի թուղթը պակաս է դրա հետևից գնա, այսինքն էլեկտրոնային կվերբեռնի իր փաստաթղթերը, եթե պակաս փաստաթղթեր կլինեն, այո, ծառայությունը ուրեմն նրան ծանուցում կուղարկի, ասի գիտեք ինչ, այս փաստաթուղթը պակաս է, խնդրում ենք համալրել, այս ինչ օրը եկեք, մի անգամ փաստաթղթերի ճշգրտության ստուգումը ամբողջական կիրականացվի եւ հետո վարույթը կմեկնարկի։ Սա այն ինչ որ վարչարությանն է առնչվում։ Առանձին դեպքերում նաեւ շատ ինտենսիվ համագործակցում ենք արդարադատության նախարարության քաղաքացիական կապության ակտերի գրանցման գործակալության հետ, ամուսնության վկայականների ծննդյան ակտերի հետ կապված։ Հիմա ինչ վերաբերում է միֆերին։ Շատ հաճախ այս միֆերի հատվածում մեր հանրության շրջանում եւ Ղարաբաղից տեղահանված անձանց շրջանում տարածում են այնպիսի մտքեր, որ սա ինչ որ իրավունքների վրա ազդում է, գույքային իրավունքների վրա ազդում, որևէ իրավունքի վրա սա չի ազդում։ Այսինքն այստեղ ունենք ավելի շատ հոգեբանական էֆեկտը եւ մարդկանց էֆեկտը չցանկանալ իրենց վերջին փաստաթուղթը, որ իրենց կապում է որոշակի իմաստով Ղարաբաղի հետ, դա հանձնել կամ դրանից հրաժարվել, դա էլ մենք մի այլ ճանապարհ կա, ուղղակի վերադարձնում ենք վարույթը ավարտում է, այդ փաստաթուղթը վերադարձնենք, որտեղ եթե դա է հոգեբանական էֆեկտը, մենք այդ հարցը լուծում ենք, բայց դե ընկալումները տարբեր կարող են լինել։ Հուսամ 26 թվականին այդ ընկալումները կփոփոխվեն։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ես Լևոն Սարդարանն եմ։ Շնորհակալություն, հաջողություն եւ համբերություն բոլորիս։